իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ։ Իրավական գործընթացներն ուր են, եթե դրա մասին տեղեկություն։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը, եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալոց սենց հրապարակում կա։ Պատասխանեցի։ Ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, որովհետև նախ հետո ասելու եք, որ դու ինչ-որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բան եղավ, ես չեմ ուզում մտնեմ, կգտնի, որ ինչ։ KGB-ի գործակալը, ես սրա սրբազանություն։ Ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոթ հյուրանոցում, հենց դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը, ինձ հանգեցին, ես այդ ժամանակ փոխնախագահ ասեցին, եկել է ուզում է ձեզ տեսնի, ես ասի դե եկել է, իջա ներքև, մոտեցավ, ասեց թուղթ էր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք, ասի ես ինչ հա, նայեմ գրած է ռուսերեն լեզվով գրած է դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան, տակներ շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրեք։ Այսինքն ես այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ թուղթը ճղեցի, ասեցի, գնա։ Հարկելիս հիմա ինչքան էլ լավ բան լինի, բայց ասենք այդ ինչ հա, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց է ձևավորվել։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ ազգային ժողովի նախագահ ասեց, հետո դատախազը։ Հիմա բայց իմ ընտրությունն է, չեք ստիպել ինձ քաղաքական գնահատական տամ։ Ինչպես եք գնահատում